Երևանի սրտում Մաշտոցի պողոտայում գտնվում է Կապույտ մզկիթը, որը ոչ միայն Հայաստանում գործող միակ մզկիթն է, այլև միաժամանակ կրոնական, մշակութային և պատմական կարևոր նշանակություն ունի։ Օրագիր Նյուզի հետ զրույցում իրանագետ Մարիամ Զազյանը ներկայացրեց 18-րդ դարում կառուցված այս մզկիթի պատմությունը, որը երկար ժամանակ ծառայել է որպես իսլամական համայնքի հոգևոր կենտրոն։ Իսլամական մշակույթում մզկիթը համարվում է ոչ միայն աղոթավայր, այլև հասարակական մշակութային կյանքի անբաժանելի մասը։ Վերադառնալով Երևանի Կապույտ մզկիթի ստեղծման պատմությանը, պետք է նշեմ, որ թվագրվում է 1764-1765 թվականներին Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն Ալի խանի ջանքերով, որի մասին մենք տեղեկանում ենք մզկիթի հարավային դարպասի վրա թողնված արձանագրությունից, ինչու է կոչվում Կապույտ։ Նախ նշեմ, որ դա պայմանավորված է գմբեթի գույնի հետ, քանի որ օգտագործված է կապույտ մոզաիկա, եւ իսլամում դա խորհրդանշում է երկինքը եւ երկնային մաքրությունը։ Իրանագետն անդրադարձավ մզկիթի պատմությանը, հատկապես կարևորելով խորհրդային տարիները եւ հայ մտավորականների դերը մզկիթի պահպանման գործում։ Խորհրդային միության տարիներին դադարեց որպես աղոթավայր գործելուց, հայտնի պատճառներով պայմանավորված, եւ այստեղ մեծ էր հայ մտավորականության դերը, իդեմս Եղիշե Չարենցի մզկիթը ավերումից զերծ պահելու նպատակով վերածեց Երևանի պատմության եւ բնագիտության թանգարանի։ Նշեմ, որ մի շարք հայ մտավորականներ Կապույտ մզկիթի մասին որպես հուշ իրենց գրվածքներում անդրադարձել են։ Նշեմ, որ Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև համաձայնության շրջանակներում տրվեց մզկիթը որպես աղոթավայր Իրանի կառավարությանը։ Մարիամ Զազյանի խոսքով մզկիթը մի քանի անգամ վերանորոգվել է եւ այստեղ գործում է նաեւ գրադարան, որը 2015 թվականին անվանվել է 14-րդ դարի պարսիկ մեծանուն բանաստեղծ Հավեսի անունով։ Մզկիթը առհասարակ, եթե ճարտարապետական տեսանկյունից ենք դիտարկում, տիպիկ սպահանյան դպրոցի օրինակ է ճարտարապետական։ Տեսնում ենք, որ մզկիթի կենտրոնում ջրավազան է, հանդիպակաց կողմերում դասասենյակներ։ Իդեպ այստեղ կարևոր է նաև նշել այն հանգամանքը, որ մզկիթը իսլամական մշակույթում ոչ միայն աղոթավայր է հանդես գալիս, այլև մշակութային եւ կրթական կրթօջախ։ Ինչպես օրինակ գիտենք պատմական տարբեր շրջափուլերում, մեր եկեղեցիներում էլ է այդպես եղել, երբ վանական համալիրներում, երբ հոգևորականները օրինակ դաս են տվել եւ իրականացրել են կրթական ծրագրեր։ Իրանագետը նշում է, որ Հայաստանում գործող միակ մզկիթը 2018 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում։ Նա ընդգծեց, որ այն յուրահատուկ կամուրջ է Հայաստանի եւ Իրանի միջև, դառնալով իրանական մշակույթի ներկայացման կարևոր կենտրոն Երևանում։ Երևանի Կապույտ մզկիթի դերը շատ կարևոր է հայ-իրանական հարաբերություններում։ Նշեմ, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի ջանքերով բարբերաբար այստեղ իրականացվում են գիտական սեմինարներ, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ, որոնք նպաստում են եւ մասնագետներին եւ հայ հասարակությանը առավել մոտիկից ծանոթանալու իրանական մշակույթին։ Իրանագետը խոսեց նաև Ռամադան ամսվա մասին, ներկայացնելով դրա ծագումը, ինչպես նաև քրիստոնեական պահքի հետ որոշ նմանությունները։ Նրա խոսքով Ռամադանը լուսնային օրացույցի 9-րդ ամիսն է եւ կապվում է Ղուրանի հայտնության հետ։ Այս ընթացքում իսլամադավանները անընդհատ ընթերցում են Ղուրան եւ նշում են, որ անգամ Ղուրանի մեկ հատվածի ընթերցումը հավասար է մեկ ամբողջ տարվա ընթացքում իրենց Ղուրանից ընթերցած հատվածներին։ Նշեմ, որ այստեղ կարևոր է նաև ծոմի եւ պահքի փիլիսոփայությունը, ինչպես նաև մեր պահքի նման, դա չպետք է հասկանանք զուտ սնունդից հրաժարվելը, այլ հոգևոր կատարելագործման ձգտելու մաքուր ճանապարհին, այսինքն հոգևոր արժեքներով վերաիմաստավորելու կյանքը եւ այս ամիսը հնարավորություն է տալիս առավել մոտենալ Աստծուն։ Մարիամ Զազյանը նշեց, որ սննդից հրաժարվելու գործընթացը կոչվում է իսմակ։ Առավոտյան նախաճաշը սահուր, իսկ ամենակարևոր պահը երեկոյան իֆթարն է։ Նա հավելեց,
որ այս օրերին Կապույտ մզկիթում եւս անցկացվում է իֆթարի արարողություններ։ Իֆթար կիսում են հարազատների, ընտանիքի անդամների, ընկերների հետ։ Նշեմ նաև, որ Երևանի Կապույտ մզկիթում էլ իֆթարի ընթրիքը տալիս են, այսինքն հավաքվում են հասարակ, այսպես ասած, ընթրիքի շուրջ ողջ մուսուլմանները, որոնք անկախ հասարակական շերտից բոլորը համախմբվում են եւ ընթրում են միասին, նորից վերաիմաստավորելու նաև այն գաղափարը, որ համայնքային համակեցությունը կարևոր պայման է։ Իրանագետի խոսքով Ռամադանը տևում է 29-ից 30 օր եւ ավարտվում է Իդ ալ-Ֆիթր տոնով, որը համարվում է ուրախության եւ ավարտի խորհրդանշական տոն։ Տեղում զրուցեցինք նաև Երևանի Կապույտ մզկիթի հոգևորական Համիդ Ռոստամինիի հետ, մասնավորապես մզկիթում տեղադրված սև դրոշների մասին, որոնք նկատելի էին ողջ տարածքում։ Հանուն բարեգութ Աստծո։ Ողջունում եմ ձեզ Երևանի Կապույտ մզկիթում։ Կցանկանամ անդրադառնալ նաև այն սև դրոշներին, որոնք դուք այստեղ տեսնում եք։ Մենք կորցրել ենք մեծ անձնավորության։ Մեր սիրելի առաջնորդը Նահատակ Այաթոլլահ Խամենեին իր գործունեության ընթացքում կարևորում էր Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ եւ վայելում էր մեծ հարգանք թե իսլամական աշխարհում, թե տարածաշրջանում։ Նրա նահատակությունը մեծ ցավ ու կորուստ է մեզ համար, որը խորը հետք է թողել մեր սրտերում եւ մենք երբեք չենք մոռանա նրան։ Այսօր, լինելով սքի մեջ, Երևանի Կապույտ մզկիթում տեղադրվել են սև դրոշներ՝ ի նշան մեր վշտի եւ նրա հիշատակի։ Նա անդրադարձավ նաև շիա եւ սուննի իսլամական ավանդույթներում Ռամադանի որոշ տարբերություններին։ Շիա համայնքը երբեք իրեն չի առանձնացրել սուննի համայնքից։ Մենք բոլորս մուսուլմաններ ենք եւ հավատում ենք մեկ Աստծու՝ Ալլահին։ Անկախ նրանից սուննի ենք, շիա, թե նույնիսկ քրիստոնյա, մեզ միավորում է հավատը դեպի Աստված։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ ունենք մարգարե եւ թե սուննիները, թե շիաները նույն մարգարեի հետևորդներն են։ Տարբերությունները վերաբերում են միայն որոշ մանրամասների ու առանձնահատկությունների, որոնք բնական են յուրաքանչյուր կրոնի եւ դավանանքի ներսում։ Հենց այս գաղափարով առաջնորդվելով, մենք մզկիթի դռները բաց ենք պահում բոլոր մարդկանց առջև, անկախ նրանց կրոնից եւ համոզմունքներից։ Մենք սիրով հրավիրում ենք բոլորին այցելել այստեղ եւ սեփական աչքով տեսնել, թե ինչպես կարող է մզկիթը դառնալ խաղաղության, համերաշխության կենտրոն։ Երևանի Կապույտ մզկիթը համարվում է Երևանի տուրիստական ուղղություններից մեկը, որը իր յուրահատուկ ճարտարապետական տեսքով գրավում է ոչ միայն իսլամի հետևորդների, այլ նաև այլ կրոնական պատկանելիություն ունեցող քաղաքացիների ուշադրությունը։ Մերի Հակոբյան, Զավեն Օհանյան, Օրագիր Նյուզ։